Բարև ձեզ հարգելի բարեկամներ, այսօր մենք կզրուցենք Գյոբեկլի թեփերի մասին։ Խնդրին ես ուզում եմ անդրադառնալ այն պատճառով, որ վերջին շրջանում մամուլում եղան մի շարք հայտարարություններ, ինչպես արևմտյան, ռուսական եւ հայկականը բնականաբար վերատպություններով, թե Գյոբեկլի թեփերի հնավայրը ինչ նոր արդյունքներ ունի եւ այդ արդյունքները ինչքանով են կապված այս քաղաքակրթության զարգացումների հետ։ Առաջի խնդիրը, որ մենք տեսնում ենք Գյոբեկլի թեփերում հայտնաբերված են մարդկային մնացորդներ, այդ մնացորդների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք տեղաբնիկներ են եւ լինելով տեղաբնիկներ, նրանց թողած մշակութային շերտը դիտարկվում է հենց այդպես։ Երկրորդը տարածքի հայտնաբերված Պորտասարում հայտնաբերված նյութերը մատնանշում են երկրորդ կարևորագույն խնդիրը։ Թողած ինֆորմացիան խոսում է այն մասին, որ կառուցողները ունեցել են բարձր կուլտուրա եւ կարողացել են այն բոլոր նյութերը, որոնք որ իրենց եղել են հասանելի, ամրագրել այդ քարասյուների վրա, ցույց տալով որոշակի պարբերականությամբ տեղեկատվություն մեզ։ Այդ տեղեկատվության մի մասը հասանելի է, կարողացել են վերարտադրել, իսկ մյուս մասը դեռևս այդ ընթացքի մեջ է։ Հաջորդ խնդիրը կապված է Պորտասարի կամ Գյոբեկլի թեփերի զորած քարերի եւ Մեծամորի խնդրի հետ, որտեղ այս երեքը գտնվում են մեր տարածաշրջանում եւ իրենք չեն կարող լինել մեկը մեկից անջատ, չեն կարող դիտարկվել անջատ։ Եթե զորած քարերի պարագայում մենք ասում ենք նաեւ, որ դա աստղադիտարան է, որը 25000 տարվա պատմություն ունի, այդպես ներկայացնում են, որ Պորտասարը ինքը 12000 տարեկան է եւ մշակույթից մենք գիտենք, որ Մեծամորը 7000 տարվա մշակութային շերտ ունի, ապա տեսնում ենք նույն տարածաշրջանում իրարից ընդամենը 100 կիլոմետր կամ 100-150 կիլոմետր պարամետրով գտնվում են հզորագույն մշակութային շերտեր։ Եվ այդ շերտերը այնպես է, որ նույն տարածքում են եւ կապված են նույն մարդաբանական տեսակի գործունեության հետ։ Ինչու եմ ես այսպես վստահորեն ասում նույն մարդաբանական տեսակի գործունեության հետ։ Վերջին շրջանում գիտնականների կատարած հայտնագործությունները զարմանալիորեն ամրագրում են այս խնդիրը։ Վերջերս տեղեկացանք, որ մարդաբանական ուսումնասիրությունների արդյունքում, երբ որ ուսումնասիրել են հայկական գենոտիպը, մասնավորապես հայ կնոջ գենոտիպը, գիտնականները հանգել էին այն եզրակացության, որ հայ կնոջ գենը անփոփոխ է վերջին 8000 տարվա ընթացքում։ Ինչ է նշում վերջին 8000 տարվա ընթացքում, քանի որ ուսումնասիրվող նյութը այդքան հնություն ունի, դեռևս հայտնաբերված չէ մեկ այլ մշակութային նյութ, որը հնարավորություն կտար բարձրացնել անփոփոխ լինելու սանդղակը ժամանակի։ Բայց սա գալիս է հաստատելու մի բան, որ հայ կինը ըստ էության անփոփոխ է իր գենետիկ պարունակությամբ։ Հետևաբար հայ կնոջի ծնված յուրաքանչյուր անձ կամ յուրաքանչյուր մարդ նա հայ է։ Սա շեշտում եմ ի ուրախություն եւ հայտնում եմ մեր բոլոր ունկնդիրներին, բոլոր հայերին, որ խառնամուստությունների արդյունքում ծնված երեխաները, եթե մենք կասկածի տակ ենք վերցնում նրանց հայ լինելու հանգամանքը, ապա այս գենետիկ տեստը գալիս է հաստատելու, որ մենք սխալվում ենք, յուրաքանչյուր հայ կնոջի ծնված երեխան հայ է, ըստ այս տվյալների, որտեղ հայ կնոջ գենը անփոփոխ է, ինքը մայրական գծով փոխանցվող գենետիկական բաղկացուցիչը անփոփոխ 100% մնում է նույնական։ Մարդաբանության մեջ սա բացառիկ երևույթ է, եւ այդ բացառիկությունը կապված է մեր աշխարհի հետ, մեր տարածաշրջանի հետ, մեր գենոտիպի հետ։ Այս խնդրից բխում է հաջորդ երկու կարևորագույն հարցերը։ Եթե զորած քարերի պարագայում մենք չենք կարողանում գենի անփոփոխությունը կապել, որտեղ նյութ չունենք, Պորտասարի դեպքում խոսում ենք շատ պայմանական, ապա
Մեծամորի պարագայում հստակորեն կարող ենք ասել, որ Մեծամորի մշակութային դաշտը ստեղծել են հայերը, որովհետև մշակութային շերտը ինքը 7000 տարեկան է մոտավորապես հնագույն շերտը, իսկ անփոփոխ հայի գենը 8000 տարեկան, այսինքն 1000 տարի ավելի ծեր, ավելի հին, քան Մեծամորի հնավայրը։ Այս մոտեցումներն իրենք թույլ են տալիս ամբողջացնել այսօրվա մեր ունեցած բոլոր մոտեցումները։ Մեր տարածաշրջանը քաղաքակրթական առումով հանդիսանում է ոչ միայն մեր բնակավայրը, այլ եվրոպական մասի կամ հնդ-եվրոպական զանգվածի մայր հայրենիքը այս մեկնաբանությամբ հայ կնոջ գենի անփոփոխ լինելով։ Հոդվածների մեջ մասնավորապես նշվում է, որ տարածաշրջանի ժողովուրդների համար մայր է հանդիսանում հայ կինը։ Տարածաշրջան ասելով մենք հոդվածագրի միջոցով տեղեկանում ենք, որ դա Անատոլիան է, դա Կովկասն է եւ հարակից շրջանները։ Եթե մենք դա դարձնենք կիլոմետր հեռավորություն Հայաստանից, ապա մոտավորապես 300 կիլոմետր շրջագծով տարածաշրջանի ժողովուրդների, ովքեր որ եղել են, նրանց մայրը հայ է։ Եվ դա զարմանալի չի, որտեղ երբ որ Սասունցի Դավիթը մենք նայում ենք, տեսնում ենք, որ Մսր գնացած Բաղդասարը հիմնել է եւ հայկական գենը, չնայած որ տղամարդ էր, բայց այդ ձևով պահպանված է նաեւ էպոսի մեջ։ Պատմությունը ամրագրում է նաեւ այդ փաստը, որ մի շարք թագավորական տներ կնության են վերցրել հայ բարձրաստիճան դասի ներկայացուցիչների, ամուսնացել են եւ այդպիսով նրանք կրում են նաեւ հայկական գեն։ Գերմանիայի Մաքս Պլանկի ինստիտուտում Թյուբինգենի համալսարանի գերմանական գենետիկները ուսումնասիրելով մոտավորապես 90-ից ավել եգիպտական մումիաներ, որոնց տարիքը կազմում է 1500-ից մինչև 3500 տարի, հանգեցին այն եզրակացության, որ այդ մումիաները չունեն եգիպտական ծագում, այսինքն աֆրիկացիներ չեն կամ իրենք սևամորթ չեն։ Իհարկե տալիս են տարբեր անուններ, գիտնականները հստակ եկել են այն եզրակացության, որ հին եգիպտացիները, այդ թվում եգիպտացիների փարավոնները եկել են այլ տարածաշրջաններից։ Մասնավորապես շեշտում են Միջագետքը, նշում են Սիրիա, Հորդանան, մասնավորապես նաև հայկական Բարսավանդակ, բայց չեն տեղայնացնում խնդիրը։ Այդ ապացույցները գալիս են եւս մեկ անգամ հաստատելով, որ տեսակը ինքը այդպիսին ժամանակի ընթացքում ընդունված էր եւ հաստատված։ 7500 տարվա այդ խնդիրը, որ դնում են շրջանառության մեջ հայ կնոջ հետ կապված, փաստաթղթերն ապացուցվում է սրանով։ Եթե մենք նույնիսկ նայում ենք այն հուշարձանները, որոնք որ հայտնաբերված են տարածաշրջանում, շատ զարմանալիորեն ցույց են տալիս անցումները։ Հստակ են այդ անցումները, որ դրանք նույն էթնոտեսակին պատկանող արձանիկներ են եւ այդ արձանիկները ըստ էության վերարտադրություններ են։ Գենետիկ տեստի արդյունքը ցույց է տալիս, որ հայ կնոջ անփոփոխ լինելու հանգամանքը կապված չի ինչ-որ պատահականությունների հետ։ Եթե լիներ պատահականություններ, ապա դա հնարավոր կլիներ բացատրել։ Խնդիրը անբացատրելի է տվյալ դեպքում։ Այս անբացատրելիությունը այս պահին ունի մեկ պատասխան։ Մենք գործ ունենք աստվածային համակարգի հետ։ Ինչքան էլ որ աստվածային համակարգը մենք դիտարկենք որպես պայմանականություն կամ որպես չընդունվող երևույթ, մերժենք այդ, բայց այն կա եւ գոյություն ունի, դրա փաստերից մեկը արդեն անփոփոխ 8000 տարվա գենն է։ Սա գալիս է հերքելու նաև Դարվինի տեսությունը զարգացման, այսինքն ներքին մի դեպքում, երբ որ ասում ենք ազդեցությունների արդյունքում կրում են արտաքին փոփոխություններ Դարվինի տեսության մեկ հատվածում, եթե դա մերժելի չէ, ապա երկրորդ մասով ներքին փոփոխությունները ամբողջովին դառնում են մերժելի։
Կինը 8000 տարի փոփոխության չի ենթարկվում նրա գենետիկ կազմվածքը։ Հետևաբար պետք է շեշտենք, որ այն ինչ որ ի սկզբանե ստեղծված էր անփոփոխ։ Ուսումնասիրությունները, որոնք արված են գենոտիպերի հետ կապված, չկարծեք, թե այլ գենոտիպերի ուսումնասիրություններ արված չեն, ասենք ռուսներին, թուրքերին, իրանցիներին, եվրոպացիներին, աֆրիկյան ցեղերին եւ այլ էթնոտեսակների։ Իհարկե դրանք արված են ուսումնասիրությունները եւ համադրությունների արդյունքում են արվում նման հայտարարությունները, որ հայկական գենը անփոփոխ է, մասնավորապես հայ կնոջ գենը անփոփոխ է։ Եթե մենք այս բոլոր խնդիրներին նաև ավելացնենք, որ ընդհանրապես փիլիսոփայական միտքը այսօր հասել է այն կետին, որ պետք է կարողանա վերաիմաստավորի խնդիրները, ովքեր են հայերը։ Գոնե մենք հայերս պետք է կարողանանք արդեն վերաիմաստավորել, որտեղ երբ որ խոսում ենք Աստվածաշնչի մասին, Աստծո ծնված լինելու հանգամանքի մասին, դրանք բոլորը մենք դիտարկում ենք կրոնի մեջ, կրոնի տեսության մեջ, եւ կրոնի տեսության մեջ կարող ենք համաձայնվել, որոշները կարող են համաձայնվել այդ կարծիքի հետ, չհամաձայնվել, մերժել։ Պատմության մեջ, երբ որ հնագիտական շերտերը հայտնաբերելով փորձում ենք իդենտիֆիկացիաների միջոցով, մասնավորապես ցույց տալով Շնգավիթի բնակավայրը, Նոր Գեղիում հիմա հայտնաբերված 3500 տարվա շերտը եւ ասել, որ Հայաստանում քաղաքակրթական զարգացումները եղել են անընդհատ, դրանք չեն գալիս ապացուցելու տեսակի այնտեղ լինելու նույն տեսակի հանգամանք, այլ գալիս են հաստատելու, որ մարդը որպես այդպիսին հայոց աշխարհում եղել է անընդհատ, իսկ տեսակը, էթնոտեսակը ինքը ավելի ուշ շրջանում է հայտնվել։ Այս նյութերի համեմատությունը զարմանալի տարաձայնություններ առաջ բերում։ Ժամանակին լեզվաբանները ուսումնասիրելով կոկորդի կազմվածքի խնդիրները կարողացան տալ մի քանի իրար մերժող եզրակացություններ։ Ռուսական դաշտի եզրակացությունը արված Սանտեֆեյում Միացյալ Նահանգներ 2004 թվականին, որ հայկական հայոց լեզուն կարող էր ձևավորված լինել 4000 տարի առաջ, Քրիստոսից 2000 տարի առաջ։ Այսպես է նրանց մոտեցումը։ Ավստրալիացիները նույն խնդիրը ուսումնասիրելու ժամանակ հայտարարեցին, որ հայերենը ունի 8000 տարվա հնություն։ Այսօրվա գենետիկ ուսումնասիրությունները հաստատում են ավստրալիացիների տեսակետը 8000 տարեկան լինելու հանգամանքը արդեն փաստացի գենետիկական անալիզի վերլուծության միջոցով։ Եվ մենք ունենք դիակոնովյան թեզը, որ հայերը կարող են առաջացած լինել ուրարտական շրջանում, ուրարտական պետության շրջանում։ Մասնավորապես այս կոնտեքստի մեջ, երբ որ դրանք բոլորը մենք շարում ենք իրար կողքի, տեսնենք, որ արդեն դիակոնոմի տեսությունը ամբողջովին հարկավոր է դուրս մղել ակադեմիական դաշտից, նա այլևս չի աշխատում, որևէ ձևաչափով չի աշխատում։ Պատմագիտության, մարդաբանության, մշակութաբանության, պետականաշինության, որտեղ դիակոնովի գլխավոր սխալը թեզիսը այն էր, որ Ուրարտուն, եթե նույնիսկ հայկական էր, ապա այդ հայկական պետությունը ինքը այսպես փոքր մի երևույթ էր քաղաքակրթության համար, բայց ինքն այդպես չէ, քանի որ հզորագույն ասորական կայսրությանը կարող էր դիմակայել համարժեք հզորությամբ մի կայսրություն, այսինքն եղել է Ասորեստանին դիմակայող կայսրություն, հայկական կայսրություն, եւ այդ կայսրությունը քաղաքակրթությունը ճանաչում է որպես ուրարտական անունով հայկական կայսրություն։ Սրանք կարևորագույն դրույթներ են, որոնք մենք պետք է կարողանանք ամփոփել մեր մշակույթի մեջ։ Ինչու եմ սա շեշտադրում։ Տեսեք, մենք պետք է կարողանանք արդեն եվրոպական կամ արևմտյան գենետիկ ուսումնասիրությունների արդյունքը, որ հայ կինը 8000 տարեկան է եւ նրա գենը անփոփոխ է, ընդունել որպես բարձրագույն արժեք ակադեմիական խնդիրներում, հայագիտության խնդիրներում,
չլուծված խնդիրներին լուծում տալու համար։ Սրանից բխեցնել զորացքարերի, սրանից բխեցնել մեծամորի հայկական ոչ միայն լինելու, այլև անընդհատ լինելու հանգամանքը։ Կարևորագույն հարցեր են սրանք։ Ես փորձեցի ընդհանրապես ընդհանրական խնդիրը ներկայացնել սև ժամանակահատվածում եւ ձեր ուշադրությունը նորից բևեռել այս խնդիրների վրա։ Ամփոփելուց առաջ ասեմ, որ հայագիտության մեջ կատարված աշխատանքները Պորտասարի հետ կապված Վարպետյանը կատարեց լրջագույն ուսումնասիրություն, իր էության կայքում դրված են այդ ուսումնասիրությունները, դրանք կարիք կա կարդալու, հասկանալու, նոր սերունդը որոշ տեղեկություններ ունի, բայց կարծում եմ, թե չի հենվում այդ ուսումնասիրությունների վրա, բայց դրա անհրաժեշտությունը կա։ Լրջագույն ուսումնասիրություններ է կատարել Վաչագան Վահրադյանը ֆիզիկայի միջոցով։ Դրանք էլ կարծում եմ, որ պետք է ներառվի ակադեմիական մտքի շրջանակներում։ Ես իմ կողմից կատարել եմ որոշակի քանակությամբ ուսումնասիրություններ Պորտասարի մշակույթի հետ կապված, որոնք հիմնականում կրոնական դաշտի հետ էին առաջում, որտեղ մենք, եթե մեզ կոչում ենք արևապաշտներ, խնդիրը ես մշտապես բարձրացնում եմ։ Գիտեք, մեր իրականության մեջ այսպես է, ասում ենք քրիստոնյա ենք, հետո ասում ենք հեթանոս ենք, դրանից առաջ էլ ինչ-որ տերմիններ ենք ասում, օգտագործում, մասնավորապես Ավեստայի հետ կապված, Զարաթուշտրայի հետ կապված, մենք հարել ենք այդ կրոններին։ Նաև բերում ենք Ղևոնդ Ալիշանի գիրքը այն մասին հին հայկական հավատամ կամ հեթանոսական կրոն, որտեղ ինքը Ալիշանը մերժում է հեթանոսական կրոնի փաստը, հերքում է եւ դրա փոխարեն առաջադրում է, ասում մեր նախնիները եղել են հրապաշտ։ Մենք դա լացնում ենք, ապա մենք գործում ենք արևապաշտության ամբողջական համակարգի հետ։ Իսկ արևապաշտությունը որպես քաղաքակրթական բարձրագույն արժեք, ինչեւ Զարադուշտայի ի հայտ գալը ինքն արդեն կար տարածաշրջանում։ Նայեք, Եգիպտոսի ամբողջ քաղաքակրթությունը ինքը կապված է արևապաշտության հետ։ Հունական մշակույթը ամբողջովին արևապաշտության վրա է կառուցված։ Գնում ենք Լատինական Ամերիկա, արևապաշտության վրա, բուդդիզմը, մասնավորապես արևապաշտության, գնում ենք Հնդկաստան, արևապաշտություն, գնում ենք Ճապոնիա, արևապաշտություն։ Ուրեմն մենք գործ ունենք մի ամբողջական համակարգի հետ, որը կոչվում էր արևապաշտություն։ Ինչով է տարբերվում արևապաշտությունը մյուս կրոնական համակարգերից։ Այն զուրկ է դոգմաներից։ Սա ամենակարևորը։ Եթե մեզ հայտնի բոլոր կրոնները իրենք լեցուն են դոգմաներով, ապա արևապաշտությունը զուրկ է այդ դոգմաներից, որը իրեն տալիս է ճկունություն, եւ այդ ճկունության շնորհիվ է, որ նա կարող է տարածվել։ Եթե մենք այսքանը ամփոփում ենք միասին եւ առաջադրում ենք նոր մոտեցում, ապա հայ կինը ինքը պետք է լիներ կրող որևէ գաղափարախոսության։ Իսկ մենք գիտենք, որ մեր իսական ողջ արարակարգի մեջ կինը հստակ տեղ ուներ կրակի հետ հարաբերվելու ժամանակ, օջախի պահապանն էր, այսինքն կրակ պահողն էր, արև պահողն էր։ Սրանք խնդիրներ են, որոնք մեր տեսադաշտից դուրս են, եւ ես այս հաղորդման մեջ ընդհանրապես ձեր ուշադրությունն են հրավիրում այդ խնդիրների վրա, որտեղ հնարավոր չէ 20-30 րոպե ընթացքում ամբողջ նյութը ներկայացնել։ Վերադառնալով նորից Պորտասարին, կուզենամ եւս մեկ անգամ ամրագրել այն խնդիրը, որ Պորտասարը ինքը հանդիսանում է որպես արևապաշտական համակարգի տաճար, որտեղ նշված նյութերը աշխարհի 4 կողմ ուղղորդված նրա քարերը եւ նրա դիրքը խոսում է այդ մասին, որ նա ուսումնասիրում էր երկինքը, իսկ երկնքի կարևորագույն աստղը փայլող կամ լուսատուն դա արևն էր։ Հետևաբար մարդը պետք է հարաբերվեր արևի միջոցով երկնքի հետ, կարողանալ ամրագրել այն բոլոր խնդիրները, որոնք հետաքրքրում են իրեն։ Անցումները, շարժումները, բնության ընթացքը, մարդ-բնություն փոխհարաբերությունը, մարդ-աստղեր փոխհարաբերությունը, արևի ազդեցությունը եւ այլն։ Պորտասարի խնդիրը մեր համար նորից եմ կրկնում շատ կարևոր է, մենք պետք է կարողանանք Պորտասարի նկատմամբ ակադեմիական մտքում ձևավորել
մոտեցում։ Փաստացիորեն, եթե մենք հիմա չենք կարողանում ակադեմիական դաշտում փոփոխություններ բերել, ապա մի քանի տարի հետո մեր ակադեմիական միտքը ընդհանրապես հայագիտության բնավորում կսպառվի։ Հիմա այս պահին ինչ որ կատարում է Հայաստանում հայագիտության մեջ եւ նրա շուրջ, լավ հարթակ կարող է հանդիսանալ ճիշտ հայագիտություն, ճիշտ ակադեմիական միտք ձևավորելու համար։ Ամփոփելով միտքս ասեմ, որ Պորտասարի խնդիրը շատ կարևոր է եւ այդ կարևորությունը հնարավոր չէ պակասեցնել չմեկնաբանելով այս խնդիրը։ Բոլոր նրանք, ովքեր հայագիտության մեջ փորձում են ինչ-որ բան ասել, պետք է կարողանան իրենց աշխատանքների մեջ կարևորել Պորտասարը։ Այսքանը հարգելիներս, ցտեսություն, մինչև հաջորդ հանդիպում։